Նույն ժամանակահատվածում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր համար կառուցում է ուշադրություն $5 միլիոն ավել գնահատվող գերշքեղ առանձնատունը։ Ամպեր առաջինին մենք մոտենում ենք արդեն, դուք տեսնում եք մեզ։ Ամպերի կապի մեջ տեսնում ենք ձեզ առաջին դիմավորում ենք։ Սեփական աչքերի տեսածին անգամ չէին հավատում նկարանման խմբի անդամները։ Առաջին ամպերին Հաղորդեք ամպեր։ առաջին կներեք առնվեստ հաստամ սա իրոք Սերժ Սարգսյանի առանձնատունն է։ Նայելով չափսերն ու պարիսպին ոնց որ հատկապես գաղութը լինի։ Ամպեր հաճախականությունը մի զբաղացրեք։ Ընդունեցի։ Ուշադրություն ցանկապատը լարման տակ է։ Հաղորդման ընթացքում կիմանանք բազմաթիվ տեսախցիկներով պաշտպանված Սերժ Սարգսյանը արդյոք կունենա համարձակություն դուրս գալու եւ զրուցելու նկարանող խմբի եւ քաղաքագետ Արամ Ավետիսյանի հետ։ Պատկերացնեք սիրելի հայրենակիցներ, բարձրությունը պատի, ինչքան բարձր է այստեղ։ Արված նախնական կայքերից մեկը նշել էր, որ գնահատվում է մինիմում $5 միլիոն։ Հողն է մենակ $5 միլիոն, $5 միլիոն հաստատ ավելի թանկ արժի այս շինությունը։ Ուրեմն այս վիճվածքները Արթուր իրանց փոքր խունտայով, էսի իր փեսեն, Քոչյանը իր բջերի հետ, հիմա տեսեք թե երկրի ինչ օրենք գցել։ Սրա բջերի հետ կապված մենք պետք է ապագայում ներկայացնենք, որ նաև ձևավորենք խումբ Մոսկվայում թռած եւս ապաստանած ֆունկցիաներ։ Խնդրեմ, սա փեսեն է։ Սա փեսեն է 01001, հենց նոր անցավ։ Սա Հայկ Խաչատյան Կոչեցյալն է, այնի փեսեն է։ Չնայած սա տնից մենակ էսի է որ փախած չի, նորմալ ապրել է, երևի այդպես զանգեց փեսեն որ գա որ փրկի։ Արա փես ու միշիկին զանգի թող գա։ Թքեմ իրանց էսին արտու։ Սրանք ասում եմ ձեզ, մարդ 30 տարի իշխանությանը լինի, իրան հերոս համարի ու սենց պատշարի իր երկի մեջ։ Ուզում են հետ գան մի բանի համար արտու, որ կոտորածը շարունակ են։ Հիշեք են Վովայի արշակ, Վովա, բանեն, այդպես երևույթներ կային, թափթփուկները։ Սերժի Վաչո, այո, Սերժի Վաչո, մորֆինիստ Մեհերիկի հերը։ ասում են այդ փողերը որտեղից, ասում են իպահ են տվել։ Իպահ, ես իրան ուրիշ Վաչոին ուրիշ բան եմ իպահ տալու, տղու այդ պահի, խաղաձենիկում իրանց տան մեջ։ Մեծ խոսում են, բանա, վաղը պատասխան ես տալու, մենակս հել եկնեմ իր տանդեմը կանցեմ, ասում հելի դուս արա, փեսեն նոր անցավ։ Շամպես պահկված պետք է ապրեն։ Ես նրանց ասում եմ, մենք, եթե դուք տես տղա եք, հելեք փողոց, հենց քարոզարշավ արեք, ընկեք քուչեքը մի հատ, Քոչյանի հետ միասին։ Սրանք մեր օդը չեն շնչելու Արտուր։ Մենք հաստատում ենք նրան, որ սրանք մեր օդը այս սուրբ երկրում իրավունք չունեն շնչելու։ Թողնեն սիկտիրն իրենց Ստեփանակերտը, Ղարաբաղը ինչ քաղաք ուզում են ուտեն։ Շամպես փախան, ու նայում ես շամպես փախում է։ Մենակ թողես մեծ խոսան։ Բայց դուք դες տղա եք հելեք դուրս։ Ձեր տան դեմը կանյաց ենք։ Արտուր թող մեր ժողովուրդը տեսնի նորից եմ ասում, ստեղ հարևանության մանկապարտեզ կա, նորա կառուցվել, թող այդ երեխաները նայեն ու հասկանան, թե ոնց պիտի ապրեն, որ այսօրը չեն գնային։ Ուր պետք է գնա հարկերը վճարվող եւ ուր է գնացել ժամանակին, խնդրեմ։ Միանշանակ։ Սրա գեներալներին տեսանք, չէ, Բարիկ Միրյան Պողոսյան, այն մի հատ մեկը կային Մաշկա թռածը, որ ման ենք գալի, որ ստե գցենք Զիբիլյանոցը դրան։ Փախ շամպես փախեմ, այսպես խոսում են։ Արա եկեք ձեր հայնիքում ձեր հողում ջրում եկեք հենց կայնեք մեր դեմը։ Հելնեմ դեմերը քաքեն տակները իրենց գեներալներով հանդերձ։ Դե հիմա այնա եկել են կանգնած են։ Ինքը մորֆինիստ Գասպարյան Վովան 60 տարով էր եկել։ Ինստիտուտը խփելա կալասկի մեջ է։ Տան մեջ չի կարում։ Իսկ Զուքանան չի կարում գնա։ Պապերսով է ման գալի։